Մերոնք գետեեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Հիշում եք Շիրազն ասում էր բամբասում են ինչ շշուկով, շար շշուկով անանց, իբր կանանց շատ եմ սիրում, ով չի սիրում կանանց։ Հիմի կանանց տնենք մի կողմ, բամբասանքների շքերթը շարունակվում է։ Այսօր պիտի անդրադառնամ այդ բամբասանքներին, քանզի իշխանական ֆեյքեր, չգիտեմ, անդիմադիր ֆեյքեր, այս լակոտ լուկուտները իրենց պարտքն են համարում, ինչ-որ հարցադրումներ հնչեցնել, կներեք մեղմ բառից համար, ոմանք էլ իհարկե հայհոյանքներ են գրում և այսպես շարունակ։ Արդ ինչ խնդիր կա, ասում են դուք ձեր հաղորդում բաժանում եք մի քանի մասի, դրական բան եք ասում, որ ձեզ լսենք, հետո սկսում եք Նիկոլին քննադատել, զավեշտ է։ Ըստ էության ես Նիկոլին քննադատելու կամ չքննադատելու խնդիր իմ առջև չեմ դնում։ Այնինչ լավ է արվում, ես ասում եմ լավ է արվում։ Այնինչ վատ է ու ձեր խոնարհ ծառան չուզողի աչքը հանում է, ինչպես ասում են, որ ասում է, եթե ես այսօր դա չասեմ, բա ով ասի։ Հիշեք, ես ասեմ ձեզ, այն ֆեյքերը, ովքեր այսօր ասում են, վայ, դու ով ես, Նիկոլը, վայ, այդ նույն մարդիկ երեք ասում էին, դու ով ես, Սերժը, վայ, առաջի տարիներն ասում էին, դու ով ես, Քոչյանը, վայ, և Լևոնը, վայ։ Այդ հետև մտնելու բնավորությունը քանդեց մեր տունը, քանդեց տարիներ, տասնամյակներ շարունակ չտեսնելը, չասելը, կամ ասածներին ոնց կարելի է դու Աստծուն բան ես ասում, այդ ոնց եղավ է, ոնց է այդպես լինում։ Ես ինչ եմ ասում եմ պարզունակությունից Նիկոլ Փաշինյան դուրս արի, այդ որ խոսում եք, որ կրթությունը պիտի նորաձև լինի, կրթությունը չի կարող նորաձև լինել, այդ անմեղսունակ արտահայտության վերջը տվեք, այլ բան չեմ ասում, և բոլոր իրենց հոգու խորքում գիտեն, որ դա անհաջող արտահայտություն է, ինչ է նշանակում կրթությունը նորաձև է, կրթությունը պարտադիր է, կրթությունը անհրաժեշտ է, կրթությունը հաց ու ջուր է, թե կուզեք, գիտելիքը ուժ է, բայց ոչ երբեք նորաձև։ Բայց քանի որ վարչապետն ասել է, մի ամբողջ ձայն չի հանում, ինչու ձայն չեք հանում, ով պիտի ձայն հանի ձեր փոխարեն։ Թեկուզ լռելյային այդ լռելը և ոչ թե աջակցելն ու պաշտպանելը ավելի օգուտ կտար, քան թե ինքնասիրահարված թութքից տառապողի պես ծաղրտում եք, չէ, դուք չգիտեք ինչ է ուզում ասի։ Ես շատ բան գիտեմ, բայց չի կարելի այդ տրամաբանությամբ առաջնորդվել։ Ես ասում եմ փողոցում հայերեն բառակապակցությունը սխալ է գրված, պետական պատին։ Ինձ ասում են ինչ ես կպել այդ մի արտահայտությունից, բա ինչից կպնեմ, բա այդ դպրոցները ասում են, որ կառուցում եք, ինչի համար եք կառուցում։ Եթե ուսուցչուհին պիտի ասի հայերեն բառակապակցությունը գրվում է այսպես, մի ապուշ փողոցում գրի այնպես, մի ուրիշ ապուշ թույլ տա։ Դրանը քաղաքապետ կլինի, թե վարչապետ կլինի, ինչ չի հետաքրքրում։ Այս տխմարությունը, որ պատին կպցրած է, ով պիտի տեր դառնա, ես չասեմ, շարունակենք ասել, վայ ինչ լավ է սարի վրա, անցնում հովերն անուշ, վայ զնգացինք, հովիվը փչեց ծերը, ահա ու պրծանք, լավ է։ Չէ, հովիվը փչելու ընթացքում մի բան էլ է արել, որը լավ չէ, չպիտի մենք տեսնենք։ Ասում եմ, Աննան եկել է խորոված եմ, լավ ես անում, արա, ես էլ եմ խորոված անում, մյուսն էլ է անում, բայց դա վարչապետի անելիք չի, որ ամբողջ աշխարհին ցույց տաս, թե ոնց ես շշերը վերցնում, վազացնում։ Իդեպ չի կարելի շշերը մաղալի կողքից տանել հասցնել այնտեղ, որովհետև ծայրից կաթում է։ Այդ յուղը կաթացնելով ամբողջ պետական դաչայով մեկ ինչ է թե հասցնում ես։ Ես սա ցավով եմ ասում։ Ով պիտի ասի։ Ասում եմ Ադիբուդի անունով դասագրքում գրել են Ադիբուդին ամուսիններ են։ Այս տխմարությանը վերջ տվեք, ոնց կարող է լինել։ Ասում են դու լավ բաները չես տեսնում։ Ով է այս ապուշության հեղինակը, ոնց կարելի է դա դպրոցական դասագիրք մտցնել։ Ասում եմ առաջին դասարանում Այբենարանից Մաշտոցի նկարը չպիտի հանվեր, որ եզն է որոշել, որ պիտի հանվեր, ասում են դու վարչապետի արած լավ բանը չես տեսնում։ Ես չեմ հասկանում, այս ապուշությանը վերջ պիտի լինի։ Ինչն եք ուզում։ Ասում եմ Քրիստոսի արձանը չի կարող տնկվել Հայաստանում։ Նրանք ասելով, այսինքն մեր եկեղեցին, մեր եկեղեցականները ասում են, որ դա անգամ անկախ նրանից դրանք կուսակրում են, թե չէ, շատ ավելի շուտ
մենք արցան չենք տեղադրում Աստծու։ Ինչու Աստված ինքն է ասել. ինձանից կուրկ չսարքեք, ինձ պահեք ձեր սրտում։ Հիմա պետությունը այդ ինչ դուխով է ասում դե տանգեք այդ արցանը։ Ու խոսում նույն Նիկոլ Փաշինյանը, որ ինքը որպես աստվածապաշտպան, աստվածապաշտը գլխիդ կպչի, այդ արցանը չի կարող տնկվել այստեղ։ Ամբողջ խնդիրը դա է, եթե աստվածապաշտ եք, բայց չեք ասում, որ լսի Աստված ասել է, ինձ ձեր հոգում պահեք, ձեր սրտում, ինձանից կուրքեր չսարքեք, մի արեք։ Է բիզնես են անում։ Ուրիշ բան չկար երևույթ, որով բիզնես պիտի անեն։ Հենց Աստծու արցանը կամ Քրիստոսի արցանը պիտի տնկեն։ Ինչու՞։ Երբ ասում են, որ եկեղեցին պիտի մաքրվի, այն աղբից տարիներ շարունակ եմ ասել։ Երեք ինչ-որ տերտեր կամ աբեղա, չգիտեմ, ինչ-որ բան է ասել, մորս ու ինձ ասում էին գնա հանրահավաքի, այո, այնտեղ հանցախումբ է գործում։ Բայց մեկ էլ տեսնում եմ իշխանական, չգիտեմ, ԿՊ-ի այդ տղայանու չեմ հիշում չսափրված, երեք Պետրոսի մոտ հաղորդման հյուր էր, ասում էր, դե որ իմացանք, որ կտրիչը կուսակրոն չի, այդ տեղից դե լավ է, Նիկոլ Փաշինյանը իր աղջիկ վախտերից գիտեր, որ կտրիչը կուսակրոն չէ։ Ազնիվ պիտի լինել։ Ինչու եք հանդուրժում են գլխից պիտի այդ հարցը դրվեր եւ այս աղմուկով չպիտի դրվեր։ Բա չասեմ։ Մեկ էլ մի ինչ-որ մի երկուսը սրտացավ, մի 12-ն էլ նախրի պես։ Դու Սյամոյից խոսա, Սյամոյից, Սյամել Բաբայանը, նախ Սյամո չի, այ ողորմելիներ, մի հատ դիմացը կանգնեք, ասեք Սյամո, կտեսնեք ինչ եք ստանում, այդ մեկ։ Երկրորդը, Սամվել Բաբայանը իմ մարտական ընկերն է, առաջին պատերազմում հրամանատարն էր։ Սամվել Բաբայանի շնորհիվ մենք հաղթանակ կրեցինք։ Ես Սամվել Բաբայանի ստնտուն չեմ։ Ինքն է որոշում ինչ է անում։ Իմ կարծիքը հետևյալն է, Վանեցյանին իմ շունը չէի վստահի, եթե ունենայի, այդ շունս խարապ կլիներ, Վանեցյանի կողքը չէի կանգնի։ Բայց ես ինչ կապ ունեմ, երբ ես խոսում եմ դրականից, ապա հիշեք, 44 օրյա պատերազմից հետո ես Սամվել Բաբայանին հրավիրեցի եթեր, ասացի դե հիմա եկեք ասեք ինչ տեղի ունեցավ, այս ոնց եղավ։ Եվ եթե Սամվել Բաբայանը չասել այդ ամենը, այս երկրում այն ինչ ուզում էին տեղ ունենալ, կրկնակի ռիթմով տեղի կունենար եւ հնարավոր էր քաղաքացիական պատերազմ։ Սամվել Բաբայանն էր, որ սառը ջուր լցրեց բոլոր այն անասնական կրքերին, ովքեր պատրաստվում էին երկիրը Սոդոմ սարքել։ Այսքանը Սամվել Բաբայանն այսքան է ինձ համար, այն արժեքով, որով ինքը կա։ Մնացած արժեքները, եթե ինքը ապականում է Վանեցյանների, Քոչարյանների, Եսյանի կողքին կանգնելով, դա էլ իր խնդիրն է։ Ինձ ինչու եք հարց տալիս։ Ինչու եք ուզում, որ ես, չգիտեմ, ես Սամվելի հոգևոր հայրն եմ, ինչ է, ես եմ աճեցրել իրեն, այո, որպես ճշմարիտ խոսող շատ հարցերում պիտանի մարդ ես հրավիրել եմ եթեր ու լավ եմ արել, եւ պետք լինի էլի կհրավիրեմ։ Այդ հեգնանքը քանի կոպեկ արժե։ Ոչ մի կոպեկ։ Եվ ես ինչու եմ անդրադառնում, քանզի գիտեմ, որ իշխանական, այսպես կոչված, ինչ որ գյադագյուդեք օրական չեն էլ հանդարտում, որովհետև երևի դրանով փող են աշխատում։ Գրում են ու գրում։ Դու Սյամոյին ասա, դու Նիկոլը ով, դու Նիկոլից նեղացած ես, Նիկոլը քեզ պաշտոն պիտի տա, ախ Նիկոլն ով է որ ինձ պաշտոն տա, Նիկոլին պաշտոն մենք ենք տվել, մենք ազգովի, գնացել ենք ընտրել ենք։ Իմ մեկս կարող է կիսատ է ընտրել, մյուսը չի ընտրել, մյուսը վերապահումով է ընտրել։ Ասում ենք այ որ քեզ ընտրել ենք, այդ խորովածը հերոստացույցով մի արա։ Եվ ճիշտ ենք ասում, չի կարելի էժանացնել ու կենցաղային դառնալ։ Այո, եթե գնահատելու բան կա, գնահատում ենք։ Դուրները չի գալիս, ասում է, այդ թրիփից խոսացիք, որ լավ էր, հետո որպեսզի ձեզ լսեք անցակ Նիկոլին քլնգելու, չէ, հա, ապարաժե ես էլ քլնգում եմ, գրողը տանի։ Այս պարզունակությունը մի տարածեք, այնպես ինչպես եկեղեցու խնդիրը պիտի այո այդ աղմուկով չարվեր։ Շատ ավելի մեղմ պիտի արվեր, շատ ավելի շուտ պիտի արվեր, եւ ինքզինք հապուշի տեղ դնել պետք չի, նոր իմացանք, որ կուսակրոն չի։ Չէ, հա։ Եվ տգեղ բաներ արտահայտել պետք չի։ Ես ինձ համար չեմ ասում, ես այսօր կամ վաղնել եմ լինել, թող Նիկոլ Փաշինյանը մտածի։ Այս պարզունակությամբ,
այս դատարկությամբ երբեմն այս էժանությամբ ուր է գնում եւ ուր ենք մենք գնում որն է մեր դժբախտության պատճառը ինչու է այսպես եղավ քանզի տարիներ շարունակ որտեղ իշխանավոր տեսանք հետևը պատճում էինք կամ էին լռեցինք Քոչարյան Ռոբիկը բանակը թալանում էր կամ երկիրը թալանում էր ասում ենք լավ բանակը պահում են գոնե սուս մնանք բարձր որ դա էլ չկա այսինքն սուս մնալը հակացուցված է ճշմարտություններ չասելը բերում է այն դժբախտությանը ինչ մենք ունեցանք Արցախի կորստին Արցախում հաղթած հրամանատարներին ֆուկարեցին մնացին իրենք բոլորը դարձան բիզնեսմեն Հիմա ասում եմ այս սրիկանները այս ամբողջը կազմակերպեցին միտումնավոր թե իրենց ագահությունից ելնելով ինձ համար ինչ տարբերություն մեր ձեռքբերումները մեր երաբլուրները պղծեցին այո Նիկոլ Փաշինյանը իր մեղքի բաժինն ունի սրբացնենք բայց ունի մեղքի բաժին որ ուրիշ ոչինչ չլինի այն տխմարությունները որ կրթությունը մոդայիկ է էս էլա այն ինչ որ իրականությունում դեռ ունենք այդ ամենամեծ մեղքի բաժինն է գործող կառավարիչների եւ ես չտեսա որևէ ընդդիմադիր որևէ չգիտեմ լեզվի մասնագետ գնա կանգնի այդ պատի տակ ասի հո դուք անասուն չեք իշխանություն եք ինչ եք ադի բուդի եք ինչ եք հո դուք հիմար չեք հո դուք ողորմելի չեք ով է ձեզ թույլ տվել կովեր մտնեք հայոց լեզվի բոստանը մի տեսակ բոլորը լրաց մեջ ուտում կողքման են գալիս կամ կողքուտում մեջման գալիս հետո ասողին էլ Սյամորին մի հատ հարցրու Սյամորին այդ տգեղություններին վերջ տվեք մտածեք ավելի խորը իշխանական ֆեյքեր ինչքան էլ որ տերերը ձեզ հրահանգ են տալիս այդ մանրապճեղությունը մեկ անգամ բերեց մեզ կանգնեցրեց այս դժբախտության առաջ շարունակում եք նույն կերպ մտածել ու տրամաբանել եւ դա ազնիվ չէ այնպես չի որ ես աշխարհի ամենա չգիտեմ ճշմարիտն ու սուրբն եմ երկնքից եմ իջել չէ բայց իմ գործի բաղկացուցիչն է իմ մտածելակերպի այսօր ասել այն ինչ վաղը կարող է չարիք դառնալ եթե այսօր դու արհամարում ես քու լեզուն քու պետության հիմքը ուզում ես քաղաքապետ եղի ուզում ես վարչապետ եղի ուզում ես արտաքնոցի պետ եղի լեզուն քու երկրի հիմքն է որևէ մեկն իրավունք չունի պետական մակարդակով ավանակությունը տարել դրել եք այնտեղ չասեն բոլորդ ավանակ եք ասում են այս չէ գնում է Աստծու մոտ ասում է Տեր Աստված այս ինչ ես իմ անունը երկու տարանի սարքել ինչ կլինի այն ուխտինը 3 տարա ինչի երկու է Աստված ասում է չկա էլ անունես է մնացել դե ասում է դու գիտես Տեր Աստված ինձ ավանակել են ասում այդքան բան դուք գիտեք ես միևնույնն է պիտի ասեմ եւ պիտի պահանջեմ բայց ինքս ինքը ավանակի տեղ դնելով իշխանությունն ու կառավարիչները որ ապրում են վաղը ինչ են կանելու վաղը մոդա դարձած կրթությունը որ մասների տեք հագցնելու հակնելու հա բայց տրամաբանություն չլինի ասացի խոսքի գաղափարի էսիենի մեջ լավ է մի խորենացի են երկու տող ցիտում ողբամս քեզ հայոց աշխարհ այդ ողբամը վերաբերում է նաև մոդայիկ կրթությանը եւ նմանատիպ ավանակություններին իմ ասելիքը սա է այսօր ավելի շատ ուզեցի այդ ընդհանուր պատասխանները տամ քանզի երբեմն հոգնում ես այս ավանակությունից հələ տեսեք ուր են գնում ինչ է սպասվում մեզ չգիտեմ բաց սահմաններ կամ դրանց հնարավորություն առևտուր աշխարհի հետ չգիտեմ բա կրթված չլինեն իրականում թե պատին կարան գրեն եկուց էլ գա մեկը կգրի չգիտեմ Նիկոլ Էֆենդի իրար հետ կամ Սուրիկ Էֆենդի ու կասեն լավ են անում ապեր փող են տվել անում են այսօր լռում եք վաղը հարուրապատիկ ստանալու եք այդ որ ճանապարհները բացվում է հարևան Թուրքիան իր ռեսուրսներով չգիտեմ Ադրբեջանը մյուսը ունենք համարժեք օրենքներ սեփականության իրավունքը վաճառել չվաճառելու Էսա վաճառելու են գնան մեկ էլ պարզվելու է մի մասը չգիտեմ ասենք Թուրքինն է կարգավորող
ամեն ինչը կազմակերպված է այսօր, որ վաղը այդ ամենի դեմն առնենք։ Իմ մտահոգությունները սա է, դուրնես գա, թե չգա։ Եվ անգամ այս դեպքում, անգամ իշխանական ֆեյքերի տխուր լինելիության դեպքում, ուզում եմ ասել եւ վստահեմ, ամեն ինչ լավ է լինելու, քանզի ոչ Նիկոլով է այս աշխարհը սկսվել, ոչ էլ նրանով պիտի ավարտվի, ոչ էլ ինձանով։ Կհանդիպենք։